Իհարկե սկսում ենք բյուջեի քննարկումները, բայց այս տարիների ընթացքում առաջի անգամ եմ տեսնում, որ բյուջե են քննարկում եւ կառավարությունը այստեղ չի։ Այսպիսի բան զարմանալի պատմություն է։ Պարոն Սահակյանը գիտի ինչն է հետաձգում, երբ է հետաձգում եւ ինչի համար է հետաձգում։ Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Ազգային ժողովի նիստում բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացման համար կառավարությունը կարող է հանդես գալ 3 զեկուցման մինչև 90 րոպե ընդհանուր տևողությամբ։ Այժմ ձայնը տրվում է ֆինանսների նախարար Վարդան Արամյանին։ Խնդրեմ, պարոն Արամյան։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, իհարկե նախապես ես ներողություն եմ խնդրում, իմ գործընկերները ճանապարհին են, միգուցե տեխնիկական խնդիր է առաջացել, խնդրում եմ ընդունեք, դա ոչ թե անհարգալի վերաբերմունք, այլ իմ գործընկերները պարտադիր ներկա կգտնվեն այս կարևոր փաստաթղթի քննարկմանը։ Մենք Սահմանադրության 110-րդ հոդվածի համաձայն ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացրել 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը, իհարկե ես իմ ելույթը կսկսեմ այն 4 հիմնական սկզբունքներից, որով որ դրվել է այս նախագծի հիմքում։ Առաջի կարևորագույն սկզբունքը, հարգելի գործընկերներ, դա նախագծվող մակրոտեսական քաղաքականությանը համահունչ հարկաբյուջետային ցուցանիշների նախագծումն է, ինչը սա նշանակում։ Մենք պետք է հաշվի առնենք, որ բյուջեն դա ոչ միայն կառավարության ֆինանսական հոսքերի աղյուսակ է, այլ նաև մակրոտեսական կառավարման կարևորագույն գործիքներից մեկը, դրա անվարկային քաղաքականության հետ համատեղ եւ հարկաբյուջետային քաղաքականությունը բնականաբար պետք է հաշվի առնի մակրոտեսական այն զարգացումները, որը որ մենք ակնկալում ենք 2017 թվականի ընթացքում։ Պետք է ասեմ, որ նախագծելիս մի քանի անգամ խոսվել է նաև հանձնաժողովների նիստերի ժամանակ, որ մենք մի փոքր պահպանողական բյուջե ենք ներկայացնելու, բայց բնականաբար հաշվի ենք առել մակրոտեսական զարգացումները, թե գլոբալ տնտեսությունում, թե ներքին տնտեսությունում, իսկ դրանք որոշակիորեն հուսադրող են 2016 թվականի համեմատ, ասեմ, որ բոլոր կանխատեսումներով միջազգային կառույցները կանխատեսում են, որ 2017 թվականի համաշխարհային տնտեսական աճը արագացող է լինելու, շուրջ 0.3%-ային կետով ավելի բարձր է լինելու, քան 2016 թվականին։ Մեր առևտրային գործընկերների մոտ եւս նկատվելու է կայունացման եւ դեպի աճի միտում 2017 թվականին, ներքին տնտեսությունում ի համեմատ 2016 թվականին նմանատիպ միտումներ է նկատվելու, դրա համար մենք հարկաբյուջետային քաղաքականությունը նախագծելիս այս բոլոր միտումները հաշվի ենք առել։ Երկրորդ կարևորագույն սկզբունքը դա մակրոտեսական կայունության ապահովումն է։ Տեսեք, ամենակարևոր խնդիրը, որ բյուջեն ներկայացնելով մենք մեր տեսակետում պետք է ունենանք միջնաժամկետ եւ երկարաժամկետ թիրախներից, դա տնտեսական աճն է։ Եվ տնտեսական աճը ստեղծվում է մի միջավայրում, երբ որ մակրոտեսական կայունություն գոյություն ունի, հակառակ պարագայում, եթե ի հայտ են գալի ռիսկեր եւ անկայունության հետ որոշակի սպասումներ, բնականաբար դա նաեւ խեղում է տնտեսվարողների վարքագիծը, բնականաբար տնտեսվարողները ավելի պահպանողական են լինում, իսկ այս առումով մենք կարծում ենք, որ երկրորդ սկզբունքը խիստ կարեւոր է այս տեսանկյունից, որովհետեւ մի քանի անգամ մենք խոսել ենք այս մասին, վերջի 2 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում դիտվել է արտածին շոկեր, արտաքին աշխարհից ներթափանցվող շոկեր, դրանք հիմնականում 2 ձևով են դրսևորվել, առաջինը դա հումքային ապրանքների համաշխարհային գների անկումն է եւ երկրորդը 2014 թվականի կեսերից սկսված Ռուսաստանի տնտեսության նկատմամբ տնտեսական սանկցիաներն է եւ բնականաբար դա իր ազդեցությունը պետք է թողներ մեր տնտեսության վրա։ Պարտադրված են եղել ավելի շատ պարտք ներգրավել, որպեսզի հակազդենք այս նեգատիվ ներթափանցումներին, հակառակ պարագայում, այնպես ինչպես այլ երկրներում մենք եւս կունենայինք բացասական տնտեսական աճ։ Այդ պարագայում պարտքը 2014 թվականից մինչև 2016 թվականի ընթացքում աճել է շուրջ 14-ից 16%-ային կետով, օրինակ կառավարության պարտքը 34.5%-ից 2016 թվականին գնահատվում է, որ կհասնի 49.6%-ի։ Բնականաբար սա յուրաքանչյուր
տարի նշանակում է 7-8% կետով պարտքի աճ եւ 2017 թվականին որպես կարևորագույն սկզբունք մենք թիրախավորել ենք, որ պարտքի աճի տեմպերը աշճանաբար պետք է կայունանա, աշճանաբար պետք է ավելի դանդաղ տեմպով մենք պարտք վերցնենք, որպեսզի իրավիճակը միշտ մնա մեր հսկողության ներքո։ Եվ այդ պարագայում 2016 թվականի 17 թվականի համար մենք ավելի դանդաղ պետական պարտքի հնայի նկատմամբ հարաբերակցության տեսանկյունից ավելի դանդաղ աճի տեմպ ենք նախատեսում եւ սա երկրորդ սկզբունքն է, եթե ունենք մենք հարկաբյուջետային կայունություն, պարտքի կայունություն, բնականաբար վտանգված չէ նաեւ մակրոտեսական կայունությունից։ Եթե ունենք մենք մակրոտեսական կայունություն, բնականաբար տնտեսվարող սուբյեկտները ավելի հակված են, որպեսզի հեռանկարային ծրագրեր ունենան, ներդրումներ կատարեն, սպառողները պահպանողական վարքագծից վերածում են ավելի շատ ծախսող վարքագիծ են դրսևորում եւ սա ազդում է մեր տնտեսական աճի վրա։ Երրորդ հիմնական սկզբունքը դա այն է, որ հարկային եկամուտների հավաքման նպատակով տնտեսվարողների վրա չպետք է լրացուցիչ էական ճնշումներ առաջացող քայլեր անվել, որովհետև սա եւս սացանցված է եւ զուգամիտնում է այն երկու կարևորագույն սկզբունքներին, որ հարկահավաքումը պետք է լինի օրինաչափ տնտեսական զարգացումներին եւ եթե դու տնտեսվարողների վրա շատ ավելի շատ հարկային բեռ ես դնում, քան իրականում նրանց տնտեսական գործունեությունը թույլ է տալի, բնականաբար դա իրենց մոտ խեղումներ է առաջացնում իրենց կանխիկ հոսքերի կառավարման առումով, դա խնդիր է նաեւ տնտեսվարողների համար հետագա ծրագրեր նախագծելով, ինչպես ես ներկայացրեցի երկրորդ սկզբունքի առումով եւ դա կարող է նորից հետադարձ էֆեկտով ազդել տնտեսական աճի վրա։ Իսկ մենք չունենք տնտեսական աճ, չունենք նաև հնարավորություններ, որպեսզի մեր սոցիալ-տնտեսական խնդիրները լուծենք, ունենք ավելի թուլացված հարկային եկամուտների հավաքագրում, ավելի շատ սոցիալական խնդիրներ չեն կարողանում ժամանակին լուծել։ Հետևաբար այս սկզբունքը եւս կարևոր մեխերից է, որ դրվել է 2017 թվականի բյուջեն նախագծելիս։ Եվ չորրորդ սկզբունքը դա այն է, որ պետության կողմից արդեն իսկ ստանձնած եւ շարունակական բնույթ ունեցող ծախսային պարտավորությունները պետք է կատարվեն, որպեսզի մենք ունենք որպես այդպիսին սուբյեկտ ենք տարբեր միջազգային պայմանագրերի, մենք ունենք ստանձնած պարտավորություններ նաև օրենքներով, որ ծառայություններ պետք է մայեցենք հանրությանը եւ տնտեսվարողներին, բնականաբար դա պետք է շարունակել եւ այնպես պետք է որ սուղ միջոցների հաշվին չվտանգվի պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը։ Այս 4 հիմնական սկզբունքները դրվել են մեր բյուջեի նախագծում։ Հիմա ես կցանկանամ հարգելի գործընկերներ նախ ներկայացնել մակրոտեսական շրջանակը, որովհետև սկզբունքների մեծամասնությունում դուք նկատեցիք, որ բյուջեն նախագծվել է այն մոտեցումով, որ մենք պետք է ապահովենք տնտեսական աճի համար հենքեր, միևնույն ժամանակ շարունակելով մեր ծախսային պարտավորությունները իրականացնել, մեր ծրագրերը իրականացնել։ 2017 թվականի համար մենք կանխատեսում ենք 3.2% իրական աճ եւ դեֆլյատորի 1.7% մակարդակ։ Իհարկե 2016 թվականի զարգացումները մենք հիմք ենք ընդունել, երբ որ կանխատեսում ենք կատարել 2017 թվականի համար, ասեմ, որ 2016 թվականի համար տնտեսական աճը նախագծված էր 2016 թվականի բյուջեի օրենքով 2.2% իրական աճ, մենք գրեթե այդքան էլ իրական աճ ակնկալում ենք այս տարվա ընթացքում, բայց 2016 թվականին գնային միջավայրն է շատ ավելի մեղմեղել կամ այսպես ասած գնանկումային եղել, քան մենք ակնկալում ենք։ Այդ պարագայում մենք 2016 թվականի հնայի անվանական ցուցանիշները կշեղվենք մեր ծրագրված մակարդակից, քանի որ գնաճային միջավայրը դեֆլյատորը ավելի ցածր է լինելու, քան մենք ակնկալում ենք։ Որոնք են այն հիմնական գործոնները, որ մեզ թույլ են տալել ակնկալել 3.2% տնտեսական աճ։ Առաջինը ես սկզբունքները ներկայացնելով ներկայացրեցի առաջին արտաքին միջավայրը, որը որ սպասվում է 2017 թվականի ընթացքում, ասեմ, որ Ռուսաստանի տնտեսությունում եւս սպասվում է վերականգնում 2017 թվականին այս տարվա ցուցանիշները
ամենայն հավանականությամբ նորից բացասական կլինի տնտեսական աճի առումով Ռուսաստանի համար, բայց մյուս տարի մենք ակնկալում ենք եւ միջազգային կառույցները եւս ակնկալում են դրական շուրջ 1%-ի շրջանակներում։ Սա իհարկե մի քանի ուղղություններով մեզ վրա ազդելու է տրանսֆերտներ, առևտրային հոսքեր եւ ներդրումներ եւ այդտեղից ածանցված դա թույլ է տալի, որ մենք ավելի բարձր տնտեսական աճ ակնկալենք 2017 թվականին, քան 2016 թվականին։ Երկրորդ արտաքին գործոնը, որ միջավայրը եւս խոստումնալից է, դա հումքային ապրանքների գների վերականգնումն է։ Մենք այսօր եւս ականատես ենք հումքային ապրանքների գների դեպի վերև ճշգրտման, բայց ամեն դեպքում 2017 թվականին մետաղի միջազգային գները համեստ, բայց ակնկալվում է, որ շուրջ 3-ից մինչև 4% աճ կլինի, դա IMF-ի, ԱՄՀ-ի կանխատեսումն է, Համաշխարհային բանկի կանխատեսումն է եւ դրանից ածանցված մենք կունենանք ավելի բարենպաստ արտաքին միջավայր։ Ներքին տնտեսության զարգացումների տեսանկյունից հարգելի գործընկերներ, մենք պետք է հաշվի առնենք, որ ինչպես ես նշեցի սկզբունքները ներկայացնելիս, մենք 2 տարի անընդմեջ երբ որ ունեցել ենք արտածին շոկեր, դրանից ածանցված մենք ստիպված ենք եղել հարկաբյուջետային քաղաքականությունը ընդլայնող պահել, ընդ որում այդ ընդլայնողականության բնույթը տեղափոխվելու է նաև 2017 թվական։ Մենք 2016 թվականի հիմնական ծախսերի գերակատարումը, որ կատարել ենք, դա կապիտալ ծախսերի մասով է եւ ակնկալում եմ, որ 2016 թվականի վերջում, երբ որ ծախսերը ավելի բարձր կլինեն, քան ծրագրված էր, դրա լագային էֆեկտը կդրսևորվի նաև 2017 թվականին, իհարկե դրական կազդի պահանջարկի վրա։ Մյուս գործիքը դրամավարկային քաղաքականությունն է, որը եւս 2016 թվականի ընթացքում եղել է ընդլայնող։ Մենք հիշենք, որ 2015 թվականի հոկտեմբերից դրամավարկային քաղաքականությունը աստիճանաբար սկսեց իր հիմնական գործիքը ռեպո տոկոսադրույքը իջացնել 10.5%-ից իջեցրել է մինչև 6.25, այս 3 եւս այդ մասով իջեցրեց 0.25%-ային կետով 2 օր առաջ ներողությունը կենտրոնական բանկը, բնականաբար այս ընդլայնումները տեղափոխվելու են 2017 թվականին եւ հիմնականում այն ինչ որ ես ներկայացնում եմ 3.2% տնտեսական աճի ցուցանիշը պայմանավորված է այսպիսի սպասումներով։ Ըստ ճյուղային զարգացումների մենք հիմնականում կարծում ենք, որ 3.2% տնտեսական աճը տնտեսական աճին նպաստող կլինի արդյունաբերությունը, որ ակնկալում ենք աճելու է 5.5%-ով, ծառայությունները 2.8%-ով, որոնք որ համապատասխանաբար 0.9 եւ 1.3%-ային կետերով կնպաստեն 3.2% տնտեսական աճին։ Արտաքին հատվածում մենք ինչ ենք ակնկալում։ Այս տարի մենք տեսանք, որ արտահանումը 2015 թվականի անկումից հետո աստիճանաբար վերականգնվում է եւ 2016-ին մինչև տարվա վերջ արտահանման աճի տեմպը ավելի առաջանցիկ կլինի, քան ներմուծման աճի տեմպը։ Ներմուծումը ամենայն հավանականությամբ կլինի գրեթե զրոյական, բայց արտահանումը մենք ակնկալում ենք մինչև տարվա վերջ շուրջ 13% աճ։ Այսօրվա դրությամբ մենք արդեն ունենք 17-ից 18% արտահանման աճ։ Եվ 2017 թվականին կարծում ենք, որ այս միտումները պահպանվելու են։ Նորից արտահանման աճը կլինի առաջանցիկ ներմուծման աճի նկատմամբ։ Ես արդեն նշեցի այն արտաքին գործոնները, որը եւս նպաստավոր են լինելու արտաքին միջավայրի տեսանկյունից եւ կարևոր ցուցանիշ, որ մենք վերջի տարիներին ունեցել ենք ընթացիկ հաշվի պակասուրդի աստիճանաբար նվազում, որը թույլատրել է նաև ճնշումները արտարժութային շուկայում եւ փոխարժեքի նկատմամբ, ասեմ, որ 2016 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդը ակնկալվում է 2.8% եւ մի փոքր աճ մենք նախատեսում ենք 2017 թվականին։ Դրամավարկային քաղաքականության մասով, փողի շուկայի մասով, ասեմ, որ հարգելի գործընկերներ, մենք ակնկալում ենք, որ դրամավարկային քաղաքականության այս թուլացումները, որը դրսևորվեց 2016 թվականին, ինքը ազդեցություն է ունենալու 2017 թվականին։ Տեսեք, 2016-ին մենք ունենք վարկավորման շուրջ 4%-անոց աճ եւ այդքան էլ տարին ամենայն հավանականությամբ կամփոփվի, բայց 2017-ին ամեն դեպքում կարծում եմ, որ այս տոկոսադրույքների աստիճանաբար նվազման արդյունքում կնվազի փողի գինը եւ դա կհանգեցնի վարկավորման ավելի առաջանցիկ տեմպերին
2017-ին մենք ակնկալում ենք ավելի բարձր վարկավորման աճի տեմպ, շուրջ 8%, քան 2016-ի 4%-ն է, սա ևս տնտեսական աճին նպաստող գործոն է։ Ես անդրադառնամ հիմա բյուջեի ցուցանիշներին, նախ ներկայացնեմ բյուջեի ընդհանուր շրջանակը հարաբերական ցուցանիշների մասով, որովհետև ինչպես նշեցի, բյուջեն մի կողմից դա ֆինանսական հոսքերի աղյուսակ է, բայց մյուս կողմից հարկաբյուջետային քաղաքականության արտացոլումն է, դրա համար ես կցանկանայի ներկայացնել, թե մենք ինչ շրջանակ ենք նախատեսում հարաբերական ցուցանիշների առումով։ 2016 թվականին մենք ծրագրել էինք, որ բյուջեի ընդհանուր եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ կլինեն 21.8%, մոտավորապես այդքան էլ ակնկալում ենք ՀՆԱ-ի նկատմամբ տարվա վերջին 21.8% էլ կլինի ամբողջ եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ։ Ես ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ ՀՆԱ-ն անվանական արժեքով 2016 թվականին ավելի ցածր է լինելու, քան մենք ակնկալում էինք, բնականաբար անվանական արժեքով նաև եկամուտներն են ավելի ցածր լինելու, քան մենք նախատեսում ենք։ Բայց 2017 թվականին մենք նախատեսում ենք այս հարաբերական ցուցանիշի աճ, ակնկալում ենք, որ բյուջեի եկամուտները եւ պաշտոնական տրանսֆերտները ՀՆԱ-ի մեջ կլինեն 22.4%։ 2017-ին այնպես ինչպես 2016-ին հիմնական մասը եկամուտների 93 եւ ավելի տոկոսը կազմում են հարկային եկամուտները։ 2016-ին մենք ակնկալում էինք 20.7% հարկեր ՀՆԱ ցուցանիշ, մենք ամենայն հավանականությամբ այդպես էլ տարին կավարտենք հարաբերական ցուցանիշով, եւ 2017 թվականին մենք շուրջ 0.3%-ային կետով նախատեսում ենք հարկեր ՀՆԱ-ի աճ։ Եվ 0.3%-ային կետը պայմանավորված է երկու գործոնով, առաջինը դա օրենքի փոփոխությունն եւ վարչահարության միջոցառումներն են, եւ երկրորդը դա գործիքակազմն է, որի արդյունքում մենք ունենալու ենք բացի տնտեսական զարգացումների արդյունքում հավաքագրվող հարկային եկամուտներից լրացուցիչ հարկային եկամուտների աճ 2017 թվականի համար։ Ծախսերի մասով, ծախսերը հարգելի գործընկերներ, մենք 2016-ին ծրագրել էինք 25.3% ծախսերի մակարդակ, բայց ինչպես արդեն նշեցի, մենք պարտադրված ենք, որպեսզի ֆինանսավորենք մեր հակացիկլիկ քաղաքականությունը, մի փոքր ավելի շատ թույլ տանք, որպեսզի ծախսերը աճեն ՀՆԱ-ի նկատմամբ։ Ամենայն հավանականությամբ մենք այս հարաբերական ցուցանիշով կունենանք 27.8% ծախսերի մակարդակ։ Եվ 2017 թվականին, քանի որ գնալու ենք հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, մենք 2017 թվականին ծրագրել ենք ծախսեր ՀՆԱ ցուցանիշը 25.2%։ Դա գրեթե նույնքան է, ինչքան որ մենք ծրագրավորել էինք 2016 թվականին, բայց եւս մեկ անգամ կրկնում եմ, հարգելի գործընկերներ, քանի որ մենք պարտադրված էինք հարկացիկլիկ քաղաքականություն անենք, դրա համար մենք այս տարի ծախսերը ավելի մեծ աճ ենք թույլ տալի ՀՆԱ-ի նկատմամբ, քան մենք ծրագրավորել ենք։ Արդյունքում պակասուրդը 2017 թվականին ծրագրել ենք, որ կլինի ՀՆԱ-ի նկատմամբ 2.8%։ 2016 թվականի ծրագրով մենք ծրագրել ենք 3.5% պակասուրդի մակարդակ, բայց քանի որ ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ շատ ավելի բարձր են լինելու, 5.9%-ով ամենայն հավանականությամբ մենք կավարտենք 2016 թվականը։ Ես նաև այս հարաբերական ցուցանիշների մասով նշեմ, թե պարտքը ինչ վարքագիծ է ունենալու, հարգելի գործընկերներ, որովհետև այն իմ ներկայացրած սկզբունքներից կարևորագույն սկզբունքներից մեկը դա պարտքի կայունացումն էր ժամանակի ընթացքում։ Ես հնչեցրեցի պարտքի ցուցանիշները 2014-ից մինչև 16 ինչ է լինելու, բայց եւս մեկ անգամ կրկնեմ, մենք ընդհանուր պարտքը 2014 թվականին ունեցել ենք 38.3% պարտք ՀՆԱ ցուցանիշ, ընդհանուր պարտքը ասելով ես նկատի ունեմ եւ կառավարության պարտքը ներքին եւ արտաքին եւ կենտրոնական բանկի պարտքը եւ 2016 թվականին ամենայն հավանականությամբ մենք կավարտենք շուրջ 54.4%-ով, իհարկե այստեղ մի քիչ զգայունություն կա այս ցուցանիշի փոխարժեքի նկատմամբ, սա գնահատական է, բայց 2017-ին պարտք ՀՆԱ ցուցանիշը աճելու է ոչ ավել քան 2%։ Մենք ծրագրում ենք 54.4%-ի փոխարեն 56.2% պարտքի ՀՆԱ ցուցանիշ 2017 թվականին, եւ սա է կարևորագույն մեխը, որը որ դրվել է բյուջեի հիմքում։
Անվանական ցուցանիշների առումով նախ ներկայացնեմ հարկերը մենք ծրագրել էինք 2016 թվականին հարգելի գործընկերներ 1 տրիլիոն 129 միլիարդ հարկային եկամուտ ամենայն հավանականությամբ մենք 2016 թվականը կավարտենք 1 տրիլիոն 70-ից 75 միլիարդի սահմաններում ես արդեն հարաբերական ցուցանիշները ասի դա նույնքան է ինչքան որ մենք ծրագրել էինք 2016 թվականին բայց անվանական առումով մենք շուրջ 70-80 միլիարդ ավելի ցածր հարկային առումով մուտքեր կունենանք 2016 թվականին, ինչը որ պայմանավորված է նաև անվանական հնայի շուրջ 300 միլիարդ պակաս ակնկալիքով եւ 2017 թվականին մենք ծրագրել ենք հարկային եկամուտների 1 տրիլիոն 135 միլիարդ դրամի չափով հարկային մուտքեր եւ այստեղ աճը շուրջ 60 միլիարդի կարգի է 60 միլիարդից 40 միլիարդը ակնկալվում է որ հարկունակ բազայի աճի արդյունքում է լինելու, այսինքն տնտեսությունը աճելու է, հարկունակ բազան աճելու է, դրանից շուրջ 40 միլիարդ մենք ունենալու ենք հարկային առումով մուտքեր, մնացած մասը 20-ից 24 միլիարդը, ես ինչպես արդեն ասացի, դա այն 0.3-ից 0.4%-ային կետն է, որով որ մենք վարչարական միջոցառումները եւ օրենքի փոփոխության արդյունքում մենք ունենալու ենք լրացուցիչ մուտք։ Դուք տեղյակ եք, որ քննարկվեց վերջերս նաև հարկային օրենսգիրքի շրջանակներում մենք նախատեսում ենք որոշակի հարկատեսակների մասով բարձրացում, հիմնականում դա ակցիզային հարկն է, ակցիզային հարկի ծխախոտի եւ օղու մասով ունենալու ենք, ակնկալում ենք, որ 8 միլիարդի չափով շուրջ լրացուցիչ մուտքեր կունենանք 2017 թվականին, որից 6 միլիարդ ակցիզային հարկը ծխախոտից, մնացածը ոգելից խմիչքներից։ Ծախսերի մասով անվանական ցուցանիշները հետևյալն են, հարգելի գործընկերներ, մենք ծրագրել ենք 1 տրիլիոն 360 միլիարդ ծախսեր 2017 թվականին, անվանական ցուցանիշը 2016 թվականի, որ ակնկալում ենք տարվա վերջին կունենանք, դա 1 տրիլիոն 431 միլիարդն է եւ ծրագրվածը դա 1 տրիլիոն 377 միլիարդն է։ Ակնհայտ է, որ 2017 թվականին մենք պահպանողական վարկագծով, ինչպես ես նշեցի, որպեսզի կայունացնենք պարտքը, մենք պարտադրված ենք ունենանք ծախսերի բավականին պահպանողական ցուցանիշ 2017 թվականին, իհարկե մտնելումս պահելով այն գերակայությունները, որը որ ես նշեցի։ 1 տրիլիոն 360 միլիարդից 1 տրիլիոն 264 միլիարդը բաժին է ընկնելու ընթացիկ ծախսերին, մնացածը 94 միլիարդը դա շուրջ 95 միլիարդը դա կապիտալ ծախսերն է լինելու։ Եվ պակասուրդի մասով 150 միլիարդի այս եկամուտների եւ ծախսերի արդյունքում մենք ունենալու ենք պակասուրդ, որից 71.1 միլիարդը ֆինանսավորելու են ներքին աղբյուրների հաշվին, մնացած 79 միլիարդը մենք ակնկալում ենք, որ կֆինանսավորվի արտաքին միջոցների հաշվին։ Ես մի փոքր անդրադարձ կատարեմ նաեւ ծախսերի բացվածքին, հարգելի գործընկերներ, մենք ինչ ենք նախատեսում։ Իհարկե պետք է ասեմ, որ ծախսերը ծրագրավորելիս 3 հիմնական գերակայություններ ենք թիրախավորել։ Առաջինը դա սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում գործունեության արդյունավետության նպատակաուղղվածության եւ հասարակականության մակարդակի ապահովման համար անհրաժեշտ միջոցների հատկացումն է։ Իհարկե մենք պետք է հաշվի առնենք, որ ամեն դեպքում ճիշտ է աղքատության ցուցանիշը 2009 թվականի ճգնաժամից հետո, որ բարձրացել էր ընդհուպ մինչև 35.6% աստիճանաբար անկում է ապրում, այսօր մենք ունենք շուրջ 29.6%, շուրջ 30%-ի չափով աղքատության ցուցանիշ, եւ դա ճիշտ է նվազում է եւ դա ոգեշնչող է, բայց մյուս կողմից ամեն դեպքում մակարդակի տեսանկյունից փոքր ցուցանիշ է, հետեւաբար մենք պետք է շարունակենք կատարել այն սոցիալական ծախսերը, որը որ կմեղմի սոցիալական լարվածությունը։ Երկրորդը կարևոր գերակայությունը դա տարածքային ամբողջականության, անվտանգության, հասարակական կարգի պահպանումն է, իհարկե այստեղ կարևորագույն թիրախավորում մենք արել ենք մեր անվտանգության մասով, նույնիսկ սուրբ բյուջեի շրջանակներում մենք փորձել ենք պաշտպանության ոլորտին հատկացվող միջոցները մի փոքր ավելացնել։ Հանձնաժողովի քննարկումների ժամանակ բազմիցս հնչեցին կարծիքներ, որ
պաշտպանական նպատակներով միջոցները բավարար չեն, որը որ մենք ընդունում ենք, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնենք, հարգելի գործընկերներ, որ բյուջեն դա բալանսավորված հոսքերի աղյուսակ է եւ պետք է ծախսերը նախատեսվեն այնքան, որքան որ հնարավորություն է տալի տնտեսությունը քեզ եկամուտ ապահովել, որքան ունես դու հնարավորություն նաև պարտք ներգրավելու, որպեսզի ամբողջական լինի հոսքերի աղյուսակը։ Երրորդ գերակայությունը դա տնտեսության առանձին ոլորտներում, ենթակառուցվածքներում վերականգնման եւ զարգացման ծրագրերն են, որոնք որ մենք շարունակելու ենք իրականացնել, որովհետեւ ամեն դեպքում ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերը դրանք հիմք են ստեղծում միջնաժամկետ եւ երկարաժամկետ տնտեսական աճի համար եւ այսպես ես մի փոքր անդրադարձել կատարեմ այս 3 հիմնական գերակայություններով որքան է կազմել ծախսերը, որքան ենք մենք ծրագրավորում 2017 թվականին եւ ինչ մոտեցումներ են դրվել սոցիալ-մշակութային ոլորտում հարգելի գործընկերներ մենք նախագծով նախատեսել ենք շուրջ 649 միլիարդի ծախս դա մի փոքր ավել է, քան 2016 թվականի ծրագրով նախատեսված ցուցանիշն է ընդհանուր ծախսերի մեջ, իր տեսակարգաշիռը կազմում է 47.7%, հնայի մեջ իր ցուցանիշը 12.02% է, իհարկե հնայի մեջ մենք մի փոքր աճ ունենք ի համեմատ 2016 թվականի նախատեսված ցուցանիշի։ Այս ոլորտի ամենամեծ գերակշիռ մասը 649 միլիարդի բաժին է ընկնում սոցիալական պաշտպանությանը, որտեղ որ ծախսերը ծրագրավորվել են 408.9 միլիարդ դրամ, դա ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 30.1%, այստեղ մենք ունենք մի փոքր ավելացում 2016 թվականի նախատեսված ցուցանիշի համեմատ, եթե 2016 թվականին այդ ցուցանիշը 29.4% էր, ես արդեն հնչեցեցի 17 թվականին դա ծրագրվել է 30.1%, այստեղ պաշտպանության ոլորտի աճը հատկացված միջոցների 3 միլիարդ 822 միլիոն դրամ է, իհարկե հանձնաժողովի քննարկումների ընթացքում մանրամասը ներկայացվեց, երկու խոսքով ուղղակի ասեմ, այս աճը հիմնականում ինչու՞մն է բաժին ընկնում, մենք 2 միլիարդ նախատեսում ենք, որ կൂട്ടակային կենսաշրջանային համակարգի նոր շահառուների մասով կունենանք ծախսերի նոր պահանջ, շուրջ դա 2 միլիարդի չափով է, ինչպես ասեցի, այսօրվա դրությամբ մենք ունենք շահառուներ համակարգում 155,000-ի կարգի, իհարկե ասեմ, որ 2014 թվականի կեսից, երբ որ մեկնարկվեց, այդ ցուցանիշը շուրջ 95,000 էր, այսօր մենք ունենք 155,000 եւ ամսական 2-ից 3,000 նոր շահառուներ են մուտ գործում դեպի համակարգ, բնականաբար այս իրավիճակը պետք է հաշվի առնենք նաև 2017 թվականին, որ լավացուցիչ միջոցների պահանջ է ներկայացնում։ Մնացած ցուցանիշների աճը, որ ծրագրավորվել է, դա հիմնականում կենսաթոշակների մասով է եւ նաեւ կա ընտանեկան նպաստների մասով մի փոքր ավելացում, կենսաթոշակների մասով տարբեր տեսակի հիմնականում դա թվականակի աճով է պայմանավորված, որովհետեւ մի քանի անգամ մենք ասել ենք, որ պարտադրված ցավալի է, բայց այս բյուջեն մեզ հնարավորություն չի տալի, որպեսզի կենսաթոշակների աճ մենք նախատեսենք անվանական առումով, բայց վստահ ենք, որ այս բյուջեն հնարավորություն է տալի, որպեսզի մենք հիմքեր ապահովենք հետագա տնտեսական աճի, որի մեզ անհրաժեշտ մուտքերին մասը կապահովի եւ կարողանանք ավելի դյուրին կերպով սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել։ Երկրորդ սոցիալ-մշակութային ոլորտին բաժան ընկնող երկրորդ ոլորտը դա առողջապահության ոլորտն է, որտեղ նախագծվել է ծախսերի 85.7 միլիարդ դրամ հատկացում, դա ընդհանուր տեսակարգաշիռ ընդհանուր ծախսերի մեջ 6.3% է, իսկ հնայի մեջ դա 1.59% է։ Այստեղ մենք ունենք մի փոքր նվազում, հիմնականում կազմում պայմանավորված արտաքին ֆինանսավորման իրականացվող ծրագրի մասով պահանջի նվազմամբ շուրջ 1.3 միլիարդ մենք հաշվի ենք առել, որ այս ծրագրի գծով իջնելու է պահանջը 2017 թվականին եւ իհարկե կան որոշակի օպտիմալացման գործընթացներ, որի արդյունքում տնտեսում է լինելու։ Մենք հանգիստ եւ մշակույթ եւ կրոնի գծով նախատեսում ենք այնքան գումար, որ գրեթե այնքան գումար, որքան որ եղել է 2016 թվականին, դա 26.2 միլիարդ դրամ է, իհարկե այստեղ կան որոշ միջոցառումներ, որոնք որ 2017 թվականին չեն լինելու ի համեմատ 2016-ին եւ նույնը նաեւ կա պահանջ որոշ միջոցառումների աճի, այս ամբողջի զուտ, եթե նայում ենք զուտ տեսքով, մենք շուրջ 700 միլիոն դրամի շատ ավելի ցածր ծախսեր ենք նախատեսել
2017 թվականին 16-ին, բայց ընդհանուր գլոբալ առումով 26.8 միլիարդ ունեցել ենք մենք 2016-ին, 26.2 միլիարդ ունեցել ենք ծրագրավորում ենք 2017 թվականին, որի երկուսի էլ տեսակարգշիռը ընդհանուր ծախսերի մեջ 1.9% է կազմում։ Կրթության ոլորտում գրեթե փոփոխություն չի նախատեսվում 128.5 միլիարդի դրամի չափով ծախսեր նախագծված է 2017 թվականին, դա ընդհանուր ծախսերի մեջ տեսակարգշիռով 9.5% է նախատեսում եւ հնայի մեջ 2.4%։ Հաջորդ կարևորագույն ոլորտը, ինչպես ես արդեն նշեցի, դա պաշտպանություն, հասարակական կարգ, պահպանություն, ազգային անվտանգություն եւ կալանավարային հատկացվող միջոցներն են։ Այստեղ հիմնական աճը նախատեսված է նախագծով 288.5 միլիարդի չափով հատկացումներ այս ոլորտներին, որը որ կազմում է ընդհանուր ծախսերի մեջ 21.2%-ը։ Նախորդ տարի այս ցուցանիշի տեսակարգշիռը ընդհանուր ծախսերի մեջ 20.7% էր, այստեղ մենք ունենք մի փոքր աճ, ես ինչպես արդեն ասացի, պաշտպանության ոլորտին մենք շուրջ 4 միլիարդի ավել ծախս ենք հատկացրել, որից 2.5 միլիարդը դա ընթացիկ ծախսերի գծով է, մնացածը կապիտալ ծախսերի գծով։ Տնտեսության ճյուղերում հատկացվող միջոցները նախատեսված է 2017 թվականին 114.5 միլիարդ դրամ, դա ընդհանուր տեսակարգշիռը 8.4% է 2017 թվականին եւ հնայի մեջ 2.1% է կազմելու, ինչպես որ ծրագրված է, այստեղ պետք է ասեմ, որ տնտեսության ճյուղերին հատկացվող միջոցները հիմնականում պահպանողական վարկագիծը կայացել են անում, որ մենք արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ծախսումները 2017 թվականին մի փոքր ավելի պահպանողական կլինենք, որովհետև այդ միջոցները ամեն դեպքում դիվիզիվ ֆինանսավորման աղբյուր է եւ մենք այստեղ ունենք սահմանափակում 150 միլիարդ պակասուրդը, որպեսզի ամրագրենք։ Դա նաեւ ես հիշեցնեմ, որ մենք ունենք պետական պարտքի մասին օրենք, այդտեղ կան հարկաբյուջետային կանոններ դրված, որ կառավարության պարտքը եթե աճում անցնում է հնայի նախորդ տարվա հնայի 50%-ը, ապա մենք պարտադրված ենք ներկայացնել բյուջե ազգային ժողովի քննարկմանը, որտեղ որ պետական պակասուրդը նախորդ 3 տարիների միջին հնայի նկատմամբ չի անցնի 3%-ը եւ դրա համար այդ ցուցանիշը մեր մտքում պահելով գալիս ենք անվանական ցուցանիշի վրա, որը 150 միլիարդն է եւ այստեղ ունենք մենք սահմանափակում։ Դրա համար էլ պետք է որոշակիորեն ավելի պահպանողական լինենք արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման գործում։ Ես նաև ասեմ, որ 2017 թվականին մենք պետական պարտքի գծով ունենք սպասարկման տոկոսավճարների մասով մի ավելացում շուրջ 18.6 միլիարդ։ Սա իհարկե ածանցյալ է այն զարգացումներին, որը որ ես ներկայացրեցի 2014 թվականից այս կողմ, պարտքը բնականաբար աճում է, բնականաբար դա պետք է սպասարկել հարգելի գործընկերներ, իսկ սպասարկման համար ծախսերը դա շուրջ 119 միլիարդ դրամ է 2017 թվականին եւ 18.6 միլիարդ աճի արդյունքում ամեն դեպքում 119 միլիարդ 250-ից մենք 50 միլիարդի կարգի կհատկացնենք ներքին պարտքի գծով սպասարկման ծախսերի, շուրջ 36 միլիարդը դա բաժին է ընկնում մեր արտաքին աղբյուրներից ներգրաված միջոցներին եւ մնացած մասն է դա մեր արտաքին պարտքը, որ թողարկել ենք միջազգային կապիտալի շուկայում, դրանց գծով նախատեսված սպասարկումներն են։ Ես նաեւ ասեմ, որ կառավարության պահպանման ծախսերի գծով մենք կառավարման ապարատի պահպանման ծախսերի գծով եւս ունեցել ենք կրճատում շուրջ 4 միլիարդի կարգի, դա նախագծված է նաեւ 2017 թվականի բյուջեի ընթացքում, որ մենք պահպանողական կլինենք նաեւ այս ծախսերի գծով։ Ինչ վերաբերում է պակասուրդին, ես պակասուրդը հնչեցրեցի 150 միլիարդ է կազմում, 71 միլիարդը նշեցի, որ դա ներքին աղբյուրների հաշվին է լինելու, 71 միլիարդից 45 միլիարդ հարգելի գործընկերներ, մենք նախատեսում ենք, որ ներքին պարտքի թողարկումով կֆինանսավորենք, մնացածը շուրջ 20 միլիարդը մենք կունենանք
տարեսկզբի ազատման ացորդի օգտագործում եւ մնացած միջոցներն էլ մենք ունենք տրամադրված ներքին վարկեր եւ ներքին վարկերի վերադարձից ունենալու ենք մուտքեր, որը եւս դիվերսիվ ֆինանսավորման աղբյուր է, իսկ մնացած մասը շուրջ 79 միլիարդը մենք նախատեսում ենք, որ ունենանք արտաքին աղբյուրների հաշվին ֆինանսավորում փոխառու միջոցները կազմի շուրջ 127 միլիարդ, որից զուտով իհարկե 127 միլիարդ, որից վարկերի եւ փոխհատվությունների ստացումը մենք ծրագրել ենք 176 միլիարդ, բայց նաեւ կունենանք մարումներ 48 միլիարդի կարգի։ Հարգելի գործընկերներ, սա ընդհանուր գծերով ներկայացված փորձի ներկայացնեմ բյուջեի նախագիծը, իհարկե նաև ցանկանում եմ օգտագործել այս ամբիոնը եւ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել падգամավոր մեր գործընկերներին բարձրացված բոլոր խնդիրների եւ հարցերի մասով։ Մենք հանձնաժողովների քննարկումների ընթացքում բավականին խորը եւ համապարփակ քննարկումներ ունեցանք, ավելի մանրամասն նայեցինք ցուցանիշները, իհարկե մենք ակաջալուր կլինենք մեր գործընկերների բոլոր հորդորներին եւ իրենց կողմից ներկայացված խնդիրներին, բայց մեկ բան պարզ է, որ բյուջեն անսահմանափակ չէ, հարգելի գործընկերներ, մենք պետք է փորձենք իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը մեզ թույլ է տալի մեր եկամուտները կամ մեր տնտեսությունը։ Դրա համար խնդրում եմ հաշվի առնել նաեւ այս հանգամանքը ձեր կողմից ներկայացված հետագա առաջարկների ժամանակ։ Ես այստեղ կանգ առնեմ, շնորհակալություն, եթե կան հարցեր, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն։ Հերթագրում հարցեր տալու համար։